Այս կիրակի նոյեմբերի 30-ին ժամը ուղիղ 22:45-ին քաղաքագետ Արամ Ավետիսյանը կբացի հայտնի թղթապանակը եւ հայ ժողովուրդը կիմանա թե ինչի համար է պետք Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին բազմաթիվ հիվանդությունները։ Գանգատները հիմնականում գլխի, պտուտի, աչքերի տեսողության եւ նաեւ ականջների մեջ խշշոցի հետ էր, թուլություն, սրտխառնոց, այս ամեն ինչը նա նշում էր։ Գիշերը գրեթե չի քնել, երբ են տեղափոխելու պարոն Ղուկասյանին հիվանդանոց, որովհետեւ նա նաեւ բողոքում էր կրծքավանդակի շրջանում սեղմոցից եւ նաեւ շնչառության հետ կապված խնդիր էր նշում։ Մենք այսօր կլիզմա կանենք պարոն Վարդանիկին եւ իմ կարծիքով նա այդպես հետ կգա դեպի դառը իրականություն։ Ում վիզն է պատրաստվում կտրել առևտրական Արման Թաթոյանը եւ ում հովանավորչությամբ է պատրաստվում դառնալ վարչապետ։ Ես լինեմ երկրի վարչապետ, մի հատ հանգարց մի պաշտոնյա քաղաքացու նկատմամբ իրան լավ չուպա, գիտեք ինչ կանեմ, ոնց թե վիզը կփոխեմ այդ պաշտոնյայի, դու ինչ է նշանակում, եկել ես։ Ես այս Բիբար Բադրջյան ներմուծողներին ցանկանամ, որ զբաղվեն Բիբար Բադրջյան ներմուծմամբ, որովհետեւ նրանց աշխատանքը, նրանց գործունեությունը միմիայն կարող է կանալ նման ոլորտում։ Պետական կառավարման ոլորտը ձեզ խորթ է, որովհետեւ եթե դուք վիզ եք փոխում պետության ինչ-որ պետականության հիմքերից եք հանդես գալիս Արման Թաթոյան եւ Միշիկի այլ փոխկապակցված անձինք, նշեմ, որ ձեր ղեկավարը, ձեր հովանավորը այսօր շամպես փախել է Հայաստանի Հանրապետությունից, ինչ է նշանակում Արթուր բռնեմ վիզը կփոխեմ։ Թուր արա այն մրջում վիզ փոխելը ուր։ Ռոբերտ Քոչարյանի գաղտնի հավաքից բացառիկ մանրամասներ։ Հեքիաթների պատմել, ես հիասթափեցնեմ այդ հավաքի մասնակիցներին, որ Ռոբերտ Քոչարյանը իշխանություն չի վերցնելու, լրիվ այլ բան է վերցնելու Լևոն Քոչարյանի հետ, որը որ էթիկայի նորմերից ելնելով մենք չենք այդպես ուղղակի հրապարակայնացնում, բայց այս կոնտեքստում նշեմ, որ Ռոբերտ Քոչարյանի գործերը շատ տխուր են։ Հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանը, նույն ինքը հանրությանը հայտնի Ռոբսոնը ինչպես է պատժել Լևոն Քոչարյանին։ Մի քանի օր առաջ իրեն դրսևորել է այսպես հայ մարդու հարիր եւ թքել է Լևոն Քոչարյանի դեմքին հանդիպման ժամանակ, երբ Լևոն Քոչարյանը սպառնացել է եւ Լևոն Քոչարյանը փորձել է արդյոք կկալանավորեն ամենայն հայոց կաթողիկոսին եւ երբ է նա պատրաստվում լքել վեհարանը։ Իրա ժամանակը հեռանալու, ես կարծում դա հեռավոր 1997 թվականի հոկտեմբերի 28-ն էր, երբ նա 27-ին ընտրվեց ամեն հայոց կաթողիկոս եւ մեկ օր հետո արդեն նրա հեռանալու ժամանակն էր, իմ կարծիքով շատ ենք մենք ուշացել, որ մի 30 տարի այս մարդը այդպես կլանա ստեղծել, քրոջ տղուն բանա, այնտեղ եպիսկոպոս, թեմա տալի, աղբերը այն կեղտը, այն գցողը, որին որ մենք մոտորես կանանդանանք, որտեղ մեզ գործարար է դիմել, ում սա գցել է, հետո գլխին սարքել է Խաչատրյան Գագոյի հետ կապված։ Բացառիկ մանրամասներ Քաջարյանի համայնքապետ Մանվել Փարամազյանի եւ Քաջարյանի պղնձամոլիբդենային կոմբինատի կապի մասին։ Ուրեմն Մանվել Փարամազյան Քաջարյանի համայնքապետ դու սպասիր մեզ եւ նաեւ ոչ միայն դու, Վայ Հակոբյանը արդեն հետախուզման մեջ է եւ նրա վզից բռնելու ենք բերենք հանրապետության քաղաքատորական հիմնարկում իր կյանքը անցկացնի օգտվելով առիթից Էլիզաբեթին ուզում եմ ողջունել նրա կնոջը բլոգեր Էլիզաբեթ այո բլոգեր որը ինչ որ Աննա Հակոբյանին քննադատում է բարոյականության դասի է տալի բայց Էլիզաբեթ չգիտեմ ազգանունը Պետրոսյան ես կպատմեմ հայ ժողովրդին քո Արմեն Թավադյան կապի հետ կապված Ինչպես են քաղաքացիները դառնում բուրգային խարդախությունների զոհ Բայց կարելի է չէ մի քիչ օպերատիվներ աշխատել ոնց կարելի է այդքան ամփույթ վերաբերվել քիչ գումար չի 100 արդեն դարձել է 192000 ոնց կարող եմ ես այդքան գումար կորցնել ամեն ինչ վաճառել եմ ես իմ տանը ամեն ինչ մեքենա գարաժ ոսկեղը նույնիսկ տան սպասքն եմ վաճառել Որ տան, որ իմ գումարը հետ վերադարձնեն, բացի դրանից է բանկերում վարկեր ունեմ ես, թոշակով չեմ կարողանում այդ վարկերը փակել, հիմա էր ֆրանսիական կազմակերպություն է մի հատ յուրիստ, խոստացել է, որ ինձ վերադարձին այդ գումարը, սա
փաստաթղթերը որ խոսում են պարկեշտ մարդիկ են թվում 1000-1200 մի խոսքով $5000 ես մուծումներ արեցի, բայց այդ վարկը տենց էլ ոչ տրամադրվեց, ոչ էլ տեղ հասավ։ Ու 0.3%-ով վարկ էին առաջարկել, ասի վերցնեմ իմ վարկերը բարձր տոկոսներով փակեմ, Որովհետև մեկ է չխորհրդակցեցիք, որ աշխարհում 0.3%-ով վարկ։ Չէ, չեմ խորհրդակցել, հավատալով խափնվել ենք, այտենց վարկերը մուծել ենք $5000 մուծումներն անելուց հետո ոչ մի վարկ էլ չտրամադրեցին, խափեցին ու կորան այդ մարդիկ Facebook-ից ջնջեցին, հետո ինձանից ուզեցին տան դոկումենտներ, որ նկարեմ ուղարկեմ, չեկերն էինք նկարում ուղարկում մուծումների։ Դուք պետքա մի բան անեք չիմանալով, հետո գաք շուխուր անեք, ասեք դե գնացեք օրինակ Բրազիլիայից, ասենք Սանտրոսին, որը որ մեզ խափել է, հայտնաբերեք, բերեք, որ այտենց հեշտ են հայտնաբերել բերերը, այն Բուլկի Արամից ու Վահե Հակոբյանից ու Պալասկովից սկսած հիմա բոլորին արդեն բեած կնեն, դա շատ դժվար գործընթաց է։ Այս եւ այլ կարևոր թեմաների շուրջ բացառիկ եթերը դիտեք այսօր, նոյեմբերի 30-ին, ժամը ուղիղ 22:45-ին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ նոր տեսանյութերի ծանոթությունները ստանաք առաջինը։